Exim, նույն ինքը export, import, անունն ինքնին հուշում է, թե ինչ գործառույթ է իրականացնում հարթակը եւ ինչ տեղեկատվություն է տրամադրում։ Exim-ը բոլոր նրանց համար է, որոնք գործ ունեն արտաքին տնտեսական գործունեության, ներմուծման, արտահանման կամ տարածման հետ եւ ցանկանում են տեղեկատվություն ստանալ ձեռնարկատիրական կամ անձնական նպատակներով, որևէ գործարք իրականացնելիս, սկսած խոշոր տնտեսվարողից մինչև սկսնակ բիզնես։ Այլ կերպ ասած, սա տեղեկատվական թվային միջավայր է, որտեղ տվյալները հանրային են, հասանելի եւ կիրառելի բոլորի համար։ Բավականին դինամիկ զարգացող կառույց ենք որպես այդպեսին, եւ բացի դրանից իրավական դաշտն էլ շատ արագ է զարգանում, անդադ նոր փոփոխություններ, նոր որոշումներ եւ երբեմն ֆիզիկապես մինչեւ իսկ դժվար է այդ ամբողջ ինֆորմացիան մտապահել, հիշել։ Սա հնարավորություն է տալիս ոչ թե փորձել մտապահել, չգիտեմ, գրանցել ինչ-որ միտեղ, առանձին արխիվներ պատրաստել եւ այլն, այլ ունենալ հարթակ, որը արդեն իսկ այս ամեն ինչը համախմբել է։ Թվային այս հարթակը բոլորովին վերջերս է գործարկել պետական եկամուտների կոմիտեն, Գերմանիայի կառավարության աջակցությամբ ու գերմանական միջազգային համագործակցության ընկերության միջոցով։ Այստեղ հավաքված են մաքսային ընթացակարգերին վերաբերող գրեթե բոլոր անհրաժեշտ տվյալները, օրենսդրությունից ու պահանջվող փաստաթղթերից մինչև ժամկետներ, հնարավոր սահմանափակումներ եւ գործընթացում ներգրաված այլ մարմինների մասին տեղեկություններ։ Բացի այդ, կարելի է ծանոթանալ նաև ապրանքների հայտարարագրման առանձնահատկություններին, սակագնային եւ ոչ սակագնային կարգավորումներին, վճարների դրույքաչափերին ու վճարման եղանակներին, գանձապետական հաշիվներին եւ այլն։ Գործ ունենք ավելի քան 13000 անվանում ԱՏԳ ծածկագրի հետ, 10 տարբեր ուղղություններով, այսինքն ավելի քան 130,000 տող ինֆորմացիա մշակվել։ Exim-ը եռալեզու է եւ հարթակից օգտվելը բավականին հեշտ է։ Նույնիսկ օգտանուն կամ գաղտնաբար մտածելու կարիք չկա։ Կարելի է մուտք գործել պետպաշտոնական կայքեջից կամ հենց հարթակի վեբ կայքի միջոցով։ Տեղեկատվությունն այստեղ դասակարգված է ըստ գործընթացների եւ ունի փնտրման ճկուն մեխանիզմ։ Փորձել ենք հնարավորինս ծածկել այն բոլոր ոլորտները, որտեղ կարող է տնտեսվարողի մոտ առաջանալ հարց եւ տալ դրանց պատասխանները։ Բավականին մեծ ձեռքբերում էր այս հարթակի շրջանակներում, տնտեսվարողին նաեւ ինչ որ առումով հուշել, թե որ ԱՏԳ ծածկագրի շրջանակներում պետք է որոնում իրականացնի։ Ենթադրենք, մեզ հետաքրքրում է, թե ինչպես պետք է հասկանանք կոնյակը ինչ ԱՏԳ ծածկագրով է դասակարգվում։ Այսպիսի հնարավորություն կա, երբ որ ուղղակի բառային տարբերակով հայերեն մենք գրում ենք կոնյակ, մեզ բերում է այն ծածկագրերը, եթե նման անվանում պարունակում է որևէ ԱՏԳ ծածկագիր, նախ ցուցադրում է այդ ծածկագրերը, որից հետո եթե ուշադրություն դարձնենք, կնկատենք, որ կա տոկոսային արտահայտությամբ կողքը կրկին ԱՏԳ ծածկագրեր։ Օգտակար հուշումներ այստեղ կարող են գտնել նաև ֆիզիկական անձինք, անձնական օգտագործման նպատակով որևէ ապրանք ներմուծելիս կամ արտահանելիս։ Օրինակ, ալկոհոլային ապրանքի ներմուծման դեպքում համակարգը նախ սահմանափակումների մասին է զգուշացնում։ Որոշ դեպքերում, ինչպես տեսնում ենք, բերում է որպես այդպեսին մեծ ծանոթագրություն, որտեղ այս պարագայում օրինակ նշվում է, որ 5 լիտրից ավել ծավալով կամ 18 տարեկանից փոքր անձինք չեն կարող ներմուծել, ներմուծումը արգելված է։ Exim-ում հասանելի են նաև հատուկ հաշվիչներ, որոնց միջոցով հնարավոր է նախապես հաշվարկել ապրանքների կամ ավտոմեքենաների ներմուծման համար անհրաժեշտ վճարները եւ գնահատել սպասվող ծախսերը։ Համակարգը միաժամանակ ցուցադրում է կենտրոնական բանկի օրվա փոխարժեքները։ Դիտարկենք, թե ինչ եղանակով է իրականացվելու ներմուծումը, ենթադրենք տրանսպորտային կամ հետեւողների եղանակով որպես անձնական ուղեբեռ ցամաքով։ Ընտրել ապրանքը։ Այս պարագայում, ինչպես նկատում ենք, ԱՏԳ ծածկագիր այլևս չի նշվում, քանի որ ունենք մի քանի խումբ ապրանքներ, որոնք հարկման սկզբունքով տարբերվում են մնացած ապրանքներից, ըստ այդմ, եթե ձեր ապրանքը չի հանդիսանում վերոնշյալ կետերից որևէ մեկը, ապա պարզապես ընտրում ենք այլ ապրանք տարբերակը, բացառությամբ տրանսպորտային միջոցի եւ մուտքագրում ենք համապատասխան տվյալները։ Ենթադրենք 500,000 դրամ ապրանքի արժեքն է, ենթադրենք թե 50 կիլոգրամ է քաշը, այլ ծախսեր չունենք։ Կրկին, եթե ազատված չէ որևէ վճարից, տալիս ենք հաշվարկել։ Հարթակում հավաքված են նաև մաքսային գործընթացներին վերաբերող ուղեցույցներ, տեսախոլովակներ, պարզաբանումներ ու օգտակար հղումներ։ Այստեղ կարելի է գտնել նույնիսկ բողոքարկման ընթացակարգի մասին տեղեկատվություն։ Պատասխանատուները հիշեցնում են, հարթակի տվյալները բացառապես իրազեկող են եւ մաքսային հարցերում պետք է առաջնորդվել պաշտոնական հրապարակումներով։ Իսկ եթե օգտվողները անճշտություններ կամ բացթողումներ նկատեն, կարող են այդ մասին տեղեկացնել էլեկտրոնային փոստի հասցեով։